Պայրսևակի հայրական տունը, որը գտնվում է Զանգակատան գյուղամիջում, 1920-ական թվականներին բնորոշ կավաձև պատերով հողածածկ հարթանիքով շինություն է։ Տունը նույնությամբ պահպանված է թե ներսից, թե դրսից։ Իրենց կենցաղային իրերը և հողագործական իրերը ևս պահպանված են և այժմ ներկայացվում են որպես թանգարանային նմուշներ։ Պայրսևակի թանգարանի մի անկյունում վերարտադրված է բանաստեղծի երևանյան բնակարանի և աշխատասենյակի մի փոքրիկ հատված։ Այստեղ ամբողջությամբ ներկայացված է բնօրինակ գույքը ճշգրիտ դասավորվածությամբ։ Նույն գրասեղանն է, ռադիոն, գրամեքենան, թախտը և իհարկե ռոյալը, որը բերվել է երևանյան բնակարանից, սիրողական կերպով նվագել է բանաստեղծի կինը՝ Նելի Մենաղարաշվիլին։ Ցուցասրահի հիմնական մասն է կազմում որևէ որը հեղինակել է Սարգիս Մուրադյանը, դրվագ ներկայացնելով Պայրսևակի կյանքի կարևորագույն շրջափուլերը։ Որմնանկարը սկսում է բանաստեղծի ծննդի դրվագից, ավարտվում մահվան տեսարանով, իհարկե ներառելով ստեղծագործական շրջափուլերը ևս։ Որմնանկարը նկարել է գրեթե 5 տարի տեմպերա ներկով։ Պայրսևակի տուն-թանգարանում է պահպանվում հայոց պատմության ամենահին տպագիր խաչքարը, որը հայտնաբերվել է Զանգակատուն գյուղից մոտ 5 կիլոմետր հյուսիս ընկած Հորթուն բնակատեղիից։ Խաչքարը թվագրված է 876 թվական 9-րդ դար։ Անդրալի Զանգակատուն պոեմը գրելու առթիվ Պայրսևակը 1967 թվականին արժանանում է պետական մրցանակի։ Թանգարանում ներկայացված է վկայականը, շքանշանը և այդ առիթով նվեր ստացած Կոմիտաս Վարդուկի մահադիմակի կրկնօրինակը։ Բնօրինակ տարբերակը իհարկե, ինչպես գիտենք, գտնվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Ղիթարյան միաբանությունում։ Կրկնօրինակ տարբերակներից մի քանիսը Հայաստանում են, այդ թվում Պայրսևակի տուն-թանգարանում։ Հեղինակը Հարություն Աջանյանն է, ով առավել հայտնի է այլ բնականաբան։ Պայրսևակի այգում է գտնվում իր գերեզմանը, հուղարկավորված է իր կնոջ Նելի Մենաղարաշվիլիի հետ։ Քարը տեղադրվել է 1981 թվականին, բանաստեղծի մահվան 10-րդ տարելիցի օրը։ Ճարտարապետը Ջիմ Թորոսյանն է։ Բանաստեղծի ծնողները մահացել են իր մահից հետո, հայրը 4 տարի անց, մայրը 11, և ծնողների ցանկությունն է եղել հուղարկավորվել իրենց միակ որդու Շիրիմի կողքին։ Հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ։